Սիմոնյան ԿՊ վարչությունը ավարտեց պատգամավորներին ընտրելու այդ գործընթացը, ինչ սկզբունքով եք այս անգամ առաջնորդվել վարչությունը, ում է նախապատվությունը տալու։ Դե տեսեք, շատ կուսակիցներ, հիմնականում մարդիկ էին, ովքեր որ կուսակցական էին եւ որոնց որ մենք ճանաչում ենք, նաեւ կուսակցական գործունեության, ինչպես նաեւ պատգամավորների գրեթե մեծ 99%-ը բացի մի քանի հոգուց նույնպես դիմել էին, եւ գիտեք ինչ պետք է ասեմ, որ բոլոր որոշումները 99% որոշումները կայացվել են համարյա կոնսենսուսով, այսինքն ամենամեծ տարբերությունը երևի եղել է 2-3 դեմ մնացածը կողմ կամ հակառակը տրամաբանության մեջ եւ շատ դրական ճիշտ է ծանր դժվար 6-7-8 ժամով նստած ենք եղել մի սենյակում շատ բավականին լավ գործընթաց էր նոր դեմքեր կլինեն շատ հետաքրքիր դերասանների մասին է խոսում դե դերասանների մասին խոսքը որն է կա մի հաղորդավար եթե չեմ սխալվում հա որը որ հանրային հեռուստատեսությամբ ինչ որ ծրագիր է վարում ճիշտ ասած հա եթե չեմ սխալվում ուրիշ որևիցե մարդ, որը որ ձեր ասած մասնագիտությամբ չգիտեմ, բայց տեսել եք էլի բոլորի դեմքերը նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ չեն անցել, հրապարակվել է։ Ինչ նոր Հայկ Սարգսյանը քիչ առաջ ասաց, որ ԿՊ վարչությունը մերժել է իր բողոքը եւ նա այլևս ցանկություն չունի մասնակցել լինելու ԿՊ ցուցակում։ Ինչ է մերժել բողոքը։ Ինքը գիտի ինչ ենք մերժել։ Ասում է որևէ բարձաբանում չունի կայացվել իրեն։ Թափանցիկ չեք ասում։ Ես ցավում եմ, որ իր գնահատականը այդպեսին է, իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին դե ասեմ, բոլոր մնացածին նույնիսկ այտենց չի ներկայացվել, ոնց որ Իրանա ներկայացվել որպես գործընկեր եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառներ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Այսինքն դուք որպես հիմք ինչ եք ընդունել, նա հանրային տեսանկյունից այլևս ընդունելի չի, նրա կապերը օրինակ ենթամշակույթի քրեական, ուրեմն ես որևիցե մեկնաբանություն, իմ հետ կապված խնդիր չկա, այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա, ես հասկանում եմ, որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում իրան ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ որ խնդիր գտնի, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ, դա չի խնդիրը, հույս ունեմ կնայի այս հարցազրույցը եւ Դուք չեք պատճառը խոսքով։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չէի 6 տարի ով ինչ հարցեր ասում բուկմեյքերական գրասենյակները ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ բերել բայց դա որևիցե կապ չունի այն ամեն ինչի հետ ինչ որ տեղի է ունեցել իրան հարցրեք եթե ինքը կուզենա մեկնաբանի ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու վարչության որոշումները հրապարակային են իրեն էլ շատ լավ բացատրվել է ցավում եմ եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը Թերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք շփվում եք իրար հետ։ Անչափ բացարձակ։